Մեր փերաններն ու սրդերը պետք է համապատասխան ըլլան իրար։ Ինչ որ գսենք խոսքով եւ ինչ որ գհավատանք սրդով պետք է նույնը ըլլա։ Եթե դու առանց հավատքի գխոստովանես Հիսուս Քրիստոսը, կամ ինքզինքդ կխափես, կամ ալ գեղձավոր ես։ Եթե հավատք ունիս, բայց զայն չես խոստովանիր, գրնա ըլլալ վախկոտ ես։ Ինչ կվերապերի հրյաներուն աբակային մասին, ինչ կվերապերի Աստծո խոստումներու մասին, արդյոք ասիկա կնշանակե, որ Աստված այնքան հոգնած է իր ժողովուրդեն, որ հերացած է անոնցմե։ Գրեթե այո։ Ան աբացույց է, որ Աստված կփրկե Իսրայելցին։ Աբրահամի սերունդեն Բենյամինի ցեղեն։ Աստված միշտ մնացորդ մը ուներ հրյաներուն մեջ։ Այսօր այդ մնացորդը գազմված է այն հրյաներեն, որոնք կհավատան Տեր Հիսուս Քրիստոսին։ Ինչ պիտի պատահի անոնց, որոնք չեն հավատար, որ Հիսուս իրենց Մեսիան է, հրյաներուն մնացորդը գարձրացած է։ Անոնք գարձրացած են, քանի որ գցախողին։ Անոնք չեն ցախողիր, քանի որ գարձրացած են։ Անոնք ենթարկված են ավետարանին, ինչպես ոչ մեկ ուրիշ ժողովուրդ։ Ազո ժողովուրդը բազմաթիվ հնարավորություններ ունեցած է լսելու եւ պատասխանելու Աստծո։ Եվ Աստված համբերադար եղած է անոնց նկատմամբ։ Հիմա անոնք գուրցած են, քանի չէին ընդուներ այն լույսը, որ ան տվավ անոնց։